Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող լիագումար նիստի օրակարգը։ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի նկրտումները Հայաստանի նկատմամբ չեն փոխվել եւ այդ իրադարձությունից ավելի քան 100 տարի անց Հայաստանը կանգնած է նույնանման սպառնալիքների ու մարտահրավերների առջև։ Armenpress եզրույցում Նիկոլա Բեյն անդրադարձել է ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ նշել, որ Եվրոպական միությունը համերաշխ է Հայաստանի հետ եւ այդ համերաշխությունը հիմնված է ընդհանուր քաղաքակրթության վրա, որը մենք կիսում ենք։ Որպես ֆրանսիացիներ ու եվրոպացիներ մենք պետք է լինենք հայերի կողքին եւ երբեք նրանց մենակ չթողնենք, ասել է Բեյը։ Հայաստանի տափողակով հոկեյի հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Երևանում անցկացվող հոկեյի 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունում 8-0 հաշվով վստահ առավելության հասնելով Իրանի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականն արդեն 9 միավոր ունի իր ակտիվում եւ շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել։ Իսրայելը բազմաթիվ բացահայտ եւ քողարկված գործողություններ է ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ, առանց որոնց Իրանն այսօր միջուկային զինանոց կունենար, հայտարարել է Նեթանյահուի գրասենյակը, հավելելով այս գործողությունները հետաձգվել են Իրանի միջուկային ծրագիրը մոտ 1 տասնամյակով։